Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ համաժողովի շրջանակներում կայացել է Վրաստանի եւ Հայաստանի վարչապետերի հանդիպումը։ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու վստահ է, որ այդ հանդիպումը կամրապնդի Վրաստանի եւ Հայաստանի միջև համագործակցությունը։ Նիկոլ Փաշինյանը նույնպես անդրադարձել է հանդիպմանը։ Թբիլիսիում արդյունավետ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մենք քննարկել ենք Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունն առևտրի, ենթակառուցվածքների եւ մշակույթի ոլորտներում, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։ Բարձր եմ գնահատում մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ու բարեկամությունը, նշել է Հայաստանի վարչապետը։ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունն անդրադարձել է Reuters-ի կողմից հրապարակված տեղեկատվությանը, որի համաձայն հոկտեմբերի 6-ին Կայսեր տանկերը Ռուսաստանի Նովորոսիիսկի Սևծովյան նավահանգստից Կոլիևի նավթային տերմինալ է բերել 105,340 տոննա ռուսական Սիբիրյան թեթև դասի նավթ։ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալության հայտարարության մեջ ասվում է. Պանամայի դրոշի ներքո նավարկող Կայսեր նավը 2025 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ը գտնվում էր Կոլիևի նավահանգստում։ Նավը չի գտնվում միջազգային պատժամիջոցների ներքո եւ չի գտնվում որևէ պատժամիջոցների ենթարկված կազմակերպության հետ կապված ընկերությունների ցանկում։ Եկամուտների ծառայությունը եւս տարածել է հայտարարություն։ Հաստատվել է, որ միջազգային պատժամիջոցները չեն տարածվում Կոլիևի նավահանգիստ մտած նավի ու նավատեր ընկերության, ինչպես նաև բեռն ուղարկող եւ ստացող ընկերությունների վրա։ Մենք լիակատար պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ տարածված տեղեկատվությունը ծառայում է հանրությանը մոլորեցնելուն, ասվում է հայտարարության մեջ։ Երեկ երեկոյան հերթական անգամ փակվել է Ռուսթավելի պողոտան, սակայն մի քանի ժամից խորհրդանի առջև երթևեկությունը վերականգնվել է։ Սկզբում ոստիկանությունը կոչ արել ցուցարարներին ազատել ճանապարհը։ Իրավապահ մարմինները հանրահավաքի մասնակիցներին որոշակի ժամանակ են տվել ճանապարհը բացելու համար։ Հակառակ դեպքում ասել են, որ բոլոր ախախտումները կբացահայտվեն ու նրանց դեմ կձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ։ Չնայած դրան, քաղաքացիները ճանապարհը փակել էին այսպես կոչված ժապավենով մինչև գիշերվա 10:30-ը։ Թբիլիսիի գլխավոր պողոտայի ճանապարհը բացվել է հենց այդ ժամին։ Հաջորդ նստաշրջանային շաբաթվանից Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունը կսկսի աշխատել խորհրդարանում։ Ընդդիմությունը կուսակցության որոշումը համարում է դավաճանություն, իսկ վրացական երազանքն աջակցում է որոշմանը եւ Գախարիայի կուսակցության կողմից մանդատների չկիրառումը համարում է քաղաքական սխալ։ Վրացական քաղաքական դաշտում կրկին քննարկվում է Լյուքսեմբուրգում արտաքին գործերի նախարարների հանդիպումը եւ Եվրամիության գերագույն ներկայացուցչի հայտարարությունները։ Իշխող թիմը նշում է, որ թշնամական ուժերը փորձում էին պատժել վրացական հասարակությանն իրենց կատարած ընտրության համար։ 2 օր առաջ Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարարների հանդիպում, որտեղ այլ թեմաների հետ մեկտեղ քննարկվել է նաեւ Վրաստանի հարցը։ Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը միջև այս տարվա վերջ կներկայացնի զեկույց վիզայի ազատականացման ռեժիմի կասեցման մեխանիզմի վերաբերյալ ու կքննարկի որոշակի խմբերի համար վիզայի ազատականացման ռեժիմի չեղարկման հարցը, հաշվի առնելով վիզային նոր կարգավորումները։ Նրա խոսքով Եվրահանձնաժողովը մի քանի պատժամիջոց է ներկայացրել ընդդեմ Վրաստանի, սակայն դրանք այս պահին չեն կարող ընդունվել, քանի որ Եվրամիության որոշ անդամներ չեն աջակցում նախաձեռնությանը։ Վրացական երազանք կուսակցությունը շաբաթվա վերջին կդիմի սահմանադրական դատարան ազգային շարժումը եւ դրա հետ կապված կուսակցություններն արգելելու համար։ Ինչպես նշում են իշխող թիմից, վրացական հանրությունը նրանց տվել է հայց ներկայացնելու մանդատ։ Հայցը մշակվել է խորհրդարանական քննչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Վարչապետի խոսքով հայցը կհրապարակվի շաբաթավերջին, հետևաբար կհրապարակվի նաեւ ցուցակ։ Վրացական երազանք կուսակցության սահմանադրական հայցում հավանաբար կներառվի մոտ 10 կուսակցություն։ Նախարար Գիվի Միքանաձեն խոսել է կրթության նոր բարեփոխման մասին։ Առաջին ալիքի ակտիվ թեմա մագազին ցածե հաղորդման ժամանակ նախարարը հայտարարել է, որ 11-ամյա կրթության վերաբերյալ վերջնական որոշումը դեռևս չի կայացվել, բայց եթե այդ որոշումը կայացվի, ապա դրան նախապատրաստվելու ժամկետը կլինի առնվազն 2 տարի։ Ըստ Գիվի Միքանաձեի, միասնական ազգային քննությունների փոփոխման կամ վերանայման հարցը չի քննարկվում։